Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հրապարակային հարց է հնչել եկեղեցական գլխավոր կարգերից եւ պայմաններից մեկի մասով եւ կարծում եմ պիտի հրապարակային պատասխան լինի։ Հրապարակային ինչ հարցին չի պետք է պատասխանեն, ինձ եւ կարող է կաթողիկոսի հարցին քեստել ձեր մասին եւ պատասխան ակնկալել։ Եթե ինձ որպես պետական պաշտոնյա հրապարակային հարց հնչի, օրինակ ես ներգրաված եմ կոռուպցիոն սխեմաների մեջ թե ոչ, ես հրապարակային պատասխան կտամ, որ ոչ։ Խնդիրն է, բայց դա իր անձնական կյանքն է, տարբերությունը դրանում է։ Անձնական կյանք է, եթե խոսքը վերաբերվի աշխարհիկ կյանքով ապրող մարդուն, իսկ եթե հարցը պատասխանեմ, թույլ տվեք պատասխանեմ։ Վարդապետների եւ եպիսկոպոսների եւ արքեպիսկոպոսների համար կուսակրոնությունը անձնական կյանք չի, դա եկեղեցու գլխավոր պայմաններից է եւ դրանով են նաեւ տարանջատվում քահանաները օրինակ վարդապետերից, որովհետեւ պայմանն է այդպիսին եկեղեցու։ Հարցը հնչել է այդ կոնտեքստում եւ այդ կոնտեքստում, եթե ես լինեի եկեղեցու ներկայացուցիչների փոխարեն, կտայի հրապարակային պատասխան։ Այնպես ինչպես ես ասում եմ, որպես պետական պաշտոնյա, եթե ինձ հարց ուղղվի օրինակ կոռուպցիոն այս կամ այն սխեմայի մեջ իմ ներգրավվածության մասին, ես չեմ խուսափի այդ պատասխանից եւ կտամ հրապարակային պատասխան։ Սա սովորական մարդուն վերաբերվող հարց չի, նորից եմ ուզում ասեմ, աշխարհիկ կյանքում ապրող մարդուն վերաբերվող հարց չի, եւ այո, եթե դա եկեղեցում կուսակրոնությունը որոշակի ուրեմն պաշտոնից վերև ինքը պարտադիր պայման է, այո, պիտի այդտեղ հնչի հրապարակային պատասխան։ Եվ իմիջիալյոց այդ պայմանը իշխանությունները չեն բերել։ Այդ պայմանը դարերով ավանդույթներով փոխանցված պայման է եւ հարցը ընդամենը այդ կոնտեքստում։ Հիմա ձեր կարծիքով Սահմանադրությամբ անկախ ինստիտուտներ են։ Ենթադրենք սրբազաններից ոման կամ կաթողիկոսի երեխա ունի։ Պետությունը ինչպես է պատրաստվում այդ հարցը լուծել։ Ինչ մեխանիզմներ կա, իրավական ինչ գնահատական։ Ես նորից եմ ասում, հարցը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության տիրույթում չէ։ Թեմային տեղյակ եմ այնքան, ինչքան հրապարակային քննարկումներն են լինում, եւ ես ձեր հարցին պատասխանում եմ որպես հայ քրիստոնյա մարդ, ով հավատում է Աստծուն։ Ընդամենը իմ մեկնաբանությունը հետեւյալով է, որ այո, եթե որոշակի պաշտոններից բարձր եկեղեցուն կուսակրոնությունը պարտադիր պայման է, դա չի առնչվում միայն եկեղեցուն, դա առնչվում է նաև այն հավատավոր մարդկանց, ովքեր հավատում են Աստծուն եւ հայ առաքելական եկեղեցու հետևորդ են։ Խուդեցյան, ձեր կարծիքով կաթողիկոսի հնարավոր զավակ ունենալու հանգամանքն է ավելի շատ վնաս հասցրել հայոց պետականությանը, թե օրինակ քաղաքացիական պայմանագիրն իր իշխանությամբ։ Մենք ամեն ինչ անում ենք հայոց պետականությունը ամրացնելու եւ ես չեմ կարծում իշխանության օրոք հանձնվեց Արցախը, ունեցանք պատերազմ, հազարավոր զոհեր եւ այլն։ Օկուպացիոն Հայաստանի Հանրապետության պետական։ Եվ այսինքն այդ հանգամանքն է շատ ավելի խնդիր, թե վեապարի հնարավոր զավակ։ Եթե դուք այդտեղ հիմնավորեք, որ ձեր թվարկած process-ները չեն լինի, եթե քաղաքացիական պայմանագիրը չլիներ իշխանություն, դա այլ հարց է։ Եվ վարչապետը այդտեղ էլ մեկնաբանություն արել է, որ ոչ թե պատերազմն է եղել մեր ժամանակ, մեր իշխանության ժամանակ, այլ մենք ենք եղել պատերազմի ժամանակ իշխանություն։ Բառախաղ չի, դուք կբացառեք, որ այլ իշխանության պարագայում պատերազմը իր աղետալի հետևանքներով լինելու է։ Հնարավոր բանակցությունների արդյունքում այլ ելք լիներ։ Հարգելի գործընկերներ, մենք Հայաստանում կառավարող մեծամասնություն ենք դարձել ժողովրդի քվեով։ Այս հարցերից հետո ես պիտի առաջարկեմ ձեզ ուրեմն առաջարկով հանդես գալ, այսինքն ինչ է առաջարկում, օրինակ առաջարկում որ քաղաքացիական պայմանագիրը չմասնակցել ընտրություններին, չհաղթել ընտրությունը, ժողովրդին ինչ է առաջարկում, առաջարկում է չընտրել քաղաքացիական պայմանագիրը։ Մենք իշխանություն, ոչ, մենք իմանանք վեհապարը զավակ ունի թե չունի։ Ինձ որպես հայ քրիստոնյա մարդ, ով հավատում է Աստծուն եւ հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, այդ հարցը հետաքրքիր է ոչ միայն վեհապարի մասով, այլև բոլոր են կուսակրոն ուրեմն հոգևորականների, որոնք պիտի լինեին կուսակրոն, անկախ անուն ազգանից։ Այս հարցը բազմաթիվ անգամներ շրջանառվել է եւ հիմա կարծես թե ավելի ինտենսիվ է շրջանառվում նաեւ լրատվականների այսպես այդ նյութը անընդհատ պատասխանելու շնորհիվ։
Ես այդպիսի տեղեկություններ չունեմ։ Դուք հոգեվորականներին եք թիրախավորում, բայց ըստ էության Ես ոչ մեկի չեմ թիրախավորում։ Նկատիունեմ իշխանությունը։ Իշխանությունն էլ հոգեվորականներին չի։ Ոչ։ Եվ ծրագրեր կան հեռահար եկեղեցու հետ կապված, հնարավոր է նաև առաջիկայում ինչ-որ փոփոխություններ եք ուզում անեք եւ հող եք նախապատրաստում։ Սահմանադրության մեջ փոփոխություններ եք ուզում անեք եւ հող եք նախապատրաստում նման հայտարարություններով։ Իշխանությունը եկեղեցուն չի թիրախավորում, իշխանությունը սրբազաններին չի թիրախավորում, հայ առաքելական եկեղեցում կան բազմաթիվ կուսակրոն, պարկեշտ սրբազաններ, կան բազմաթիվ քահանաներ, որոնք ի պաշտոնե կարող են լինել ոչ կուսակրոն, եւ մենք հարգում ենք այդ մարդկանց եւ ուզում եմ հատուկ շեշտել, որ խոսքը չի վերաբերվում բոլոր հոգեվորականներին, առավել եւս խոսքը չի վերաբերվում հայ առաքելական եկեղեցուն։